Մենք Եվրոմիության և մասնավորապես Եվրոմիության դեսպան Վասիլիս Մարագոսի ուշադրությունն ենք նավիրում այս փաստին, որ Հայաստանում կալանավորված են մեդիա դեմքեր, մեդիայի գործիչներ, հիմնեմնիմի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը արդեն գրեթե 2 ամիս և նրանց կալանքը ապօրինի կերպով երկարացվեց 3 ամսով։ Եմը դեսպան Վասիլիս Մարագոս։ Ես ինչպես նշեցի, մենք այսօր այստեղ հավաքվել ենք, որպեսզի մեր բողոքը արտահայտենք իշխող ռեժիմի կողմից քաղաքական բռնաճնշումների համատեքստում։ Բայց մեր բողոքը նաև ուղղված է Եվրոմիությանը, որովհետև Եվրոմիությունը շարունակաբար և հետևողական կերպով լռում է Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող բռնաճնշումների համատեքստում։ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են իրենց ընդդիմադիր խոսքի, իրենց քաղաքական կեցվածքի, իրենց ազատ խոսքի և քաղաքական սուրբ քննադատության համար։ Նրանք կալանավորվել են այն բանի համար, որ պատասխանել են ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Նարեկ Սամսոնյանը, ով այս պահին ինչպես նշեցի, գտնվում է հացադուլի մեջ, կալանավորվել է այն բանի համար, որ արտաբերել է հետույք բառը։ Փաստացի Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական բանտարկյալ, ով ոչ միայն այս պահին գտնում է հացադուլի մեջ, այլ նա կալանավորվել է ընդհանրապես այն բանի համար, որ արտաբերել է հետույք բառը։ Սա ուղղակի չլսված և չտեսնված խայտառակություն է։ Եվ Եվրոմիությունը, որպես ժողովրդավարական արժեքների, այսպես ասած, ջատագով, պարտավոր է հետևողական կերպով արձագանքել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող այս խայտառակ երևույթներին, խայտառակ ապօրինություններին, որոնք կատարվում են այս իշխանությունների օրոք։ Եվրոմիությունը պարտավոր է մի կողմ դնել աշխարհաքաղաքական այս րոպեական առաջնահերթությունները և իր ձայնը բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Եվրոմիությունը պարտավոր է դադարել լռել, որովհետև լռությունը դա ըստ էության հանցակցություն է։ Եվրոմիությունը պարտավոր է հավատարիմ մնալ իր իսկ կողմից որդեգրած արժեքներին, այն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը և այդ կարևորագույն արժեքների պաշտպանությանը։ Սակայն այս պահին ցավոք սրտի մենք ֆիքսում ենք, որ Եվրոմիության համար առաջնահերթություն են աշխարհաքաղաքական ռեալ պոլիտիկ ասվածը և ոչ թե ժողովրդավարությունը, մարդու իրավունքները կամ խոսքի ազատությունը։ Այնուամենայնիվ, մենք պետք է փաստենք, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն ժողովրդավարական հանրապետության, մենք շարունակելու ենք պայքարը խոսքի ազատության համար, մենք շարունակելու ենք պայքարը Հայաստանում քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի անհապաղ ազատ արձակման համար, մենք շարունակելու ենք հետևողական կերպով բախել բոլոր միջազգային կառույցների դռները, որպեսզի նրանք ֆիքսեն, որ Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական իշխանությունը հաստատում է ավտորիտար կառավարում և կատարեն անհրաժեշտ քայլեր, որպեսզի այս իշխանությունները զգաստանան
եւ դադարեն բռնաճնշումներ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում իրենց քաղաքական ընդդիմախոսների եւ իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Մենք շարունակելու ենք գտնվել Երևանի փողոցներում, որպեսզի մենք բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սահաթելյանի խայտառակ կալանավորման։ Մենք շարունակելու ենք գտնվել Երևանի փողոցներում, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք, որ մարդիկ, հասարակական կազմակերպություններ, միջազգային կառույցներ, պատկան մարմիններ տեսնեն, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական բանտարկյալ իդեմս Նարեկ Սամսոնյանի, ով այս պահին գտնում է հացադուլի մեջ, եւ մենք բոլորով պետք է պայքարենք նրա անհապաղ ազատ արձակման համար։ Նարեկ Սամսոնյանը գիտակցված կերպով գնացել է այդ քայլին ընդդեմ իր հանդեպ տեղնուցող բացահայտ ապօրինության։ Ազատություն, 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 ազատություն Նարեկ Սամսոնյանին, ազատություն Վազգեն Սահաթելյանին եւ ազատություն ռեժիմի բոլոր քաղաքական բանտարկյալներին։